Պարոն փոխվարչապետ, հարգելի գործընկերներ, ուղղակի կցանկանայի առիթն օգտագործել ու խոսել նոր լուծումների մասին իրավաբանական անձանց գրանցման պետական ռեգիստրի հետ կապված, արդեն ամիսներ է, որ անհատ ձեռնարկատերերը կարողանում են գրանցումը իրականացնել on-line տարբերակով, ընդ որում on-line տարբերակով այս պահի դրությամբ նրանք ազատվում են պետական տուրքի վճարման պարտականությունից, ի տարբերություն այն դեպքի, երբ այցելում են ռեգիստր փաստացի գրանցումը իրականացնելու, առաջիկա 2 ամսվա ընթացքում մենք ամբողջությամբ կապահովենք, որպեսզի այլ կազմակերպարիրավական ձև ունեցող իրավաբանական անձանց գրանցումը ևս լինի on-line հարթակի միջոցով, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին է խոսքը, համատիրությունների մասին է խոսքը եւ նաեւ այլ կազմակերպարիրավական տեսք ունեցող անձանց մասին է խոսքը եւ քննարկումները շարունակվում են նաեւ բաժնետիրական ընկերությունների գրանցումները նույն եղանակով իրականացնելու հետ կապված մեր կենտրոնական բանկի գործընկերների հետ, կարծում եմ առաջիկայում փոխգործելիության համապատասխան լուծումներ կունենանք, որպեսզի մեր հարթակը կարողանա սպասարկի բոլոր իրավաբանական անձանց on-line գրանցումները։ Այսքանը խոսքը 2 ամսվա մասին է մաքսիմում, 2 ամիս հետո բոլոր հնարավորությունները կլինեն, որպեսզի գրանցումները լինեն on-line հարթակի միջոցով։ Շնորհակալություն Տիկին Գալյան, այլ դիտարկումներ, պարոն Պապոյան։ Շնորհակալություն, պարոն փոխվարչապետ, հարգելի գործընկերներ, թեմայի հետ կապված նշեմ, որ այս տարի արդեն էկոնոմիկայի նախարարություն ներկայացրեց եւ հաստատվել է կանաչ տաքսոնոմիան, իսկ ռազմավարությունը, կանաչ եւ կայուն տնտեսության ռազմավարությունը հուսով ենք, որ առաջիկա ամսվա ընթացքում կքննարկենք եւ կընդունենք, որովհետեւ դա եւս մեր կարծիքով պատրաստի քննարկման արժանի փաստաթուղթ է։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Պապոյան, պարոն Հովհաննիսյան։ Ես ուզում եի նշեի, պարոն Պապոյանը ասեց, որ այն միջոցառումները, որոնք ներկայացված են մատրիցայում, արդեն հիմնականում կատարված են եւ մնացել են 1-2 գործողություն, որը պետք է իրականացնենք ավարտին հասցնելու համար եւ ինչպես դուք նշեցիք, պարոն Խաչատրյան, այս միջոցները նախատեսվում են 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը, ուստի այն չի ենթադրում համաֆինանսավորում պետական բյուջեից եւ չի պարունակում Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ, որովհետեւ այդ հավելյալ պարտավորություններ, որովհետեւ այդ պարտավորությունների արդեն ստանձնել ենք 2025 թվականի բյուջեի մասին օրենքը սահմանելով, որտեղ թե նշված է դեֆիցիտի չափը եւ թե նշված է այդ դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրները, որոնցից մեկը նաեւ սա է։ Շնորհակալություն։ Պարոն Պապոյան, նաեւ ձեր հարցին է պատասխանում պարոն Հովհաննիսյանը, թե նախորդ դեպքերում, երբ որ մենք քննարկում էինք, ինչու ձեր վարկային համաձայնագիրը, որ ավելի երկար ժամանակահատված էր վերաբերում, պետք է վավերացման նպատակով ազգային ժողով գնա եւ սա ոչ, ենթադրում եմ։ Այլ դիտարկումներ, հարգելի գործընկերներ, եթե չկան, պետք է քվեարկենք նախագիծը, ովքեր են դեմ նախագծի հաստատմանը, դեմ չկա, նախագիծը հաստատված է, հարգելի գործընկերներ, օրակարգի բոլոր հարցերը սպառված են, նիստը ավարտված է, շնորհակալություն։